Բարև ձեզ Երկիր մեդիայի հարգելի հեռուստադիտողներ։ Եթերում իրավաբանական կլինիկան է։ Այսօր խոսելու ենք արցախցիների իրավունքների պաշտպանությունից, այն խնդիրներից, որոնք բախվում են մեր հայրենակիցները էթնիկ զտումից հետո։ Որքանով են նրանց իրավունքները պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում եւ միջազգային իրավունքում, ինչ խնդիրներ կան, որոնց բախվում են նրանք։ Թեմայի վերաբերյալ զրուցելու ենք Արցախի նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բեգլարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բեգլարյան, ինչ կարգավիճակ ունեն այս պահին Հայաստան տեղափոխված մեր 120,000 հայրենակիցները։ Մի մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուս մասը փախստական կամ կարճ ասած փախստական, այսպես ասեմ, փախստականի կարգավիճակ է դա, իրենք ասում են ժամանակավոր պաշտպանության ներքո գտնվող անձ, որը հավասարեցված է փախստականի կարգավիճակի։ Ինչու քաղաքացի, մի մասը հենց ի սկզբանե քաղաքացի է համարվել, քանի որ որևէ ժամանակ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում է ունեցել կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, անձնագիրը ստացել է այստեղից եւ այլն։ Մյուս մասը, որոնք 23 թվականի հոկտեմբերի կառավարության որոշումից հետո, հոկտեմբերի 26-ի կարծեմ, կառավարության որոշումից հետո դիմել են եւ ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Բայց իրականում մենք բոլորս եղել ենք քաղաքացի, ուղղակի հակասահմանադրական կերպով զրկվել ենք քաղաքացիությունից, որի հետևանքով արդեն արցախցիները ստիպված էին դիմել եւ ստանալ քաղաքացիություն եւ անցնել բավականին բարդ գործընթաց։ Բռնի տեղահանվածների համար շատ տարբեր են, այսինքն նաեւ անվանումները, արցախցիները ենթարկվել են էթնիկ զտման, թե ոչ։ Այո, խոշոր առումով միջազգային հանրությունում կա հստակ կոնսենսուս մասնագիտական համույթում, նույնիսկ քաղաքական շրջանակներում, որ էթնիկ զտման է ենթարկվել։ Դրա իրավական գնահատման հարց կա, քանի որ էթնիկ զտումը իրավական տերմին չէ, թե արդյոք դա ցեղասպանություն է, թե մարդկության դեմ հանցագործություն, ես ինքս վստահ եմ, որ ցեղասպանություն է, բայց խոշոր առումով փաստն այն է, որ էթնիկ զտման ենք ենթարկվել եւ հայրենազրկվել ենք, որի հետևանքով մենք չենք կարողանում վերադառնալ մեր հայրենիք։ Սա նշանակում է, որ այո, մենք բռնի տեղահանված ենք, ուղղակի փախստականը ո՞րն է։ Փախստականը միջազգային իրավունքում այն անձն է, որը բռնի տեղահանվել է, չի կարողանում վերադառնալ իր երկիր տարբեր պատճառներով, այս պարագայում կոնֆլիկտի պատճառով, եւ ապրում է այլ երկրում։ Եթե մենք Հայաստանի Հանրապետության տարածքում բռնի տեղահանվեինք, կկոչվեինք ներքին տեղահանված անձ։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ սխալ են արել, ոչ միայն քաղաքացիությունից մեզ ապօրինի կերպով զրկելով, այլ նաեւ մեզ տալով սովորական փախստականի կարգավիճակ, ոչ մի տարբերություն չկա, օրինակ մեր եւ այն քրդերի միջև, որոնք օրինակ Թուրքիայից փախել են եւ Հայաստանի Հանրապետությունում ապաստան են հայցել ու ստացել եւ փախստականի կարգավիճակ ունեն։ Այլ կերպ ասած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը իրականում պետք է փոխվեր եւ պետք է մեկ այլ կարգավիճակ լիներ, օրինակ բռնի տեղահանվածի կարգավիճակ, որը ներքին տեղահանված չէ, որը սովորական փախստական չէ, որը նաեւ ենթադրում է, որ կարող ես լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, միևնույն ժամանակ ճանաչվել որպես բռնի տեղահանված, քանի որ հակամարտության հետևանքով քո տնից բռնի տեղահանվել ես։ Բայց գործող իշխանությունները այդքան բարդ եւ իրենց համար ճակերտավոր, այսպես ասեմ, վտանգավոր ընկալվող լուծումների չգնացին, ուղղակի մեզ փաստի առաջ կանգնեցրեցին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաներ փախստականների, էթնիկ զտման ենթարկվածների, նաև ցեղասպանության հետ կապված ունեն հստակ կոնվենցիաներ, դիրքորոշումներ, դրանցից որին է առնչվել, որն է կիրառելի արցախցիների համար։ Իրականում փախստականների մասին կոնվենցիան ու համապատասխան
իրենից բխող, այսպես ասեմ, փաստաթղթերն են կիրառելի է Ժնևի կոնվենցիան հումանիտար իրավունքի մասով, կիրառելի է ցեղասպանության կոնվենցիան, ուղղակի այս մասով բանավեճեր կան, այսպես ասեմ, եւ իրավաբանները շատերը ասում են պետք է դատարանը դա որոշի, բայց նաեւ կան շատ հայտնի փորձագետներ, որոնք միանշանակ ասում են, որ դա ցեղասպանություն էր։ Օկամպոն, Խուան Մենդեսը եղել է ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ առաջին խորհրդականը 2004 թվականից, կամ ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան հստակ ասում են, որ ցեղասպանություն է։ Իսկ ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործության տարբերությունը որն է, որ հստակ առկա է ցեղասպանելու մտադրություն։ Իսկ ցեղասպանելը չի նշանակում մասսայական բոլորին կոտորել, նշանակում է դիտավորություն ունենալ եւ դրանից բխող գործողություններ կատարել, որը մասնակի կամ ամբողջապես ֆիզիկապես կամ հոգեկան առումով վերացնում, ոչնչացնում կամ անդառնալի վնաս է հասցնում ժողովրդի, էթնիկ, կրոնական խմբի եւ այլն։ Մեր պարագայում շատ հստակ է, որ եւ գործողություններն են եղել հստակ ցեղասպանական գործողություններ եւ դրանց հետևում եղած մտադրությունը։ Առնվազն միայն շրջափակումը բավարար է այդ մտադրությունը ապացուցելու համար, չհաշված բազմաթիվ հայտարարություններ։ Իհարկե նաև Հռոմի ստատուտն է մեզ համապատասխան, այսինքն միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը, այսպես ասեմ, որի հիման վրա միջազգային հանցագործությունները պետք է քրեական հետաքննության ու պատասխանատվության ենթարկվեն, տվյալ դեպքում անձինք, այդ հանցագործություններ կատարած անձինք եւ այս պարագայում օբյեկտը անձն է, ոչ թե պետությունն է։ Իսկ ցեղասպանության կոնվենցիայի օբյեկտը պետությունն է եւ պետք է Արդարադատության միջազգային դատարանը այս հարցը քննի։ Պարոն Բեգլարյան, շուրջ արդեն կարելի շուտով կդառնա 3 տարի, երբ արդեն Արցախի վերջնական հայաթափում ունենք։ Դրանից հետո արցախցիները Հայաստանի Հանրապետությունում ինչ հիմնական խնդիրների են բախվում։ Իրականում բազմաթիվ են խնդիրները, եթե վերադարձի մասին չխոսենք, որը հիմնարար խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է ստանձնեն պատասխանատվություն մեր վերադարձի ապահովման համար։ Իրատեսական է վերադարձը։ Այո, բայց ոչ հիմա։ Բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա իրատեսական չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է իրավունքից հրաժարվեն, քանի որ հիմա իրատեսական չէ։ Դա նշանակում է, որ պետք է հետևողական մեր իրավունքի համար պայքարենք, ներկա հանգամանքներն էլ հաշվի առնելով։ Իսկ գալով ներքին հարցերին, եթե ձեր հարցը վերաբերում էր Հայաստանի խնդիրներին Հայաստանի Հանրապետությունի առաջին խնդիրը, ինչպես նշեցի, գլխավոր խնդիրը կարգավիճակի խնդիրն է, քաղաքացի թե փախստական, եւ փախստականը այս պարագայում իրենք ընտրեցին առանց որևէ համապատասխան լուծումներ տալու, ուղղակի սովորական գործիքակազմով, մեխանիզմով, իրավական շրջանակով մեզ ճանաչեցին փախստական եւ հետո սկսեցին հետևանքների հաղթահարման ուղղությամբ ինչ-որ քայլեր կատարել, արցախցիներին համոզել, որ դիմեն քաղաքացիության եւ այլն եւ այլն։ Իրականում բազմաթիվ խնդիրներ սրանից են բխում։ Երկրորդ խնդիրների շարքը, այսպես ասեմ, հումանիտար բնույթի հարցերն են, զբաղվածություն, բնակարանային հարցեր, սոցիալական առնչվող հարցեր, կրթության վարձ, առողջապահական ծրագրերի մատչելիություն եւ այլն։ Եվ այս մասով ինչ որ լուծումներ տրվել են եւ որոշ լուծումներ արդյունավետ էին, որոշները առ այսօր արդյունավետ չեն։ Տվյալ դեպքում բնակարանային ծրագիրը մի քանի փուլ բարելավումներից հետո ինչ որ քիչ թե շատ կիսատ պռատ լուծումներ հիմա առաջարկում է, բայց նույնիսկ հիմա այդ ծրագիրը դեռևս բավարար արդյունավետ չէ։ Զբաղվածության մասով արցախցիները առ այսօր գործազրկության բարձր տոկոս ունեն, կդժվարանամ թիվ ասել, բայց տարբեր էքսպերտային հաշվարկներով աշխատունակ տարիքի արցախցիների մոտ 2/3-ը գործազուրկ է,
մոտավոր 60-70%-ը, ինչու, որովհետև պետական որևէ ծրագիր էական արդյունավետ ծրագիր չի եղել, եղածներն է շատ փոքր արդյունք են ապահովել, իսկ այն հիմա կդժվարանամ հստակ թիվ ասել, անցած տարվա դրությամբ 21-22 հազար արցախցիները, որոնք գրանցված աշխատում են, իրենց ճնշող մեծամասնությունը ուղղակի իրենք են աշխատանք գտել եւ աշխատում են։ Եվ այս գործազրկության խնդիրն էլ է լուրջ։ Հաջորդ խնդիրը աղքատության խնդիրն է, որը ուղղակիորեն գործազրկության ու զբաղվածության հետ է կապված։ Տարբեր կրկին փորձագիտական հաշվարկներով ճշգրիտ հիմնավոր հաշվարկ չունենք եւ որևէ մեկը չունի, արցախցիների շրջանում աղքատությունը հասնում է մինչեւ 70%-ի։ Այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում մոտ 23%, այսինքն մոտ 3 անգամ ավելի բարձր է աղքատության մակարդակը արցախցիների շրջանում, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում։ Եվ սրանք բոլորը թվեր են, որոնք պետք է հաշվի առնեն, իհարկե ցանկալի կլիներ, որ պրոֆեսիոնալ հետազոտություններ լինեին, ավելի չափելի տվյալ ունենային, բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այս թվերը մոտավոր ճիշտ են։ Եվ սա եղել է հենց Հայաստանի իշխանությունների բացթողումների ու սխալների պատճառով, եւ երրորդ շարք խնդիրները հոգեբանական խնդիրներն են եւ վերաբերմունքի, խտրականություն, ատելության խոսք, թշնամանքի տարածում եւ այլն, որոնք կրկին շատ դեպքերում նախաձեռնողական կերպով իշխանությունների կողմից կամ իրենց հարող քարոզչամեքենայի կողմից է կատարվում։ Հենց ատելության խոսքի հետ կապված ինչ իրավական պաշտպանվածություն ունի Արցախցին, տեսնում ենք արդեն վերջին շրջանում, որ հենց վարչապետի մակարդակով շատ հստակ կամ խոսքեր իհարկե ազնվության համանշանքն է, որ իր հետագայում ներողություն խնդրեց եւ այլն, բայց ամեն դեպքում դրանք կան եւ տարածվում են սոցիալական հարթակներում, նույնիսկ հանդիպումներում արցախցիների հետ եւ այլն։ Այստեղ ինչ իրավական կարգավորումներ կան դրանց պաշտպանության եւ ձեզ հայտնի ինչ արդյունավետ մեխանիզմներ կան, երբևէ, այսինքն կիրառվել է եւ դրական է ստացվել։ Իրականում կան օրենսդրության մեջ բավականին արդյունավետ մեխանիզմներ, որոնք չեն կիրառվում։ Եվ չեն կիրառվում, որովհետև իշխանությունները քաղաքական դիրքորոշում ունեն այդ առումով, եւ իրավապահ համակարգը որևէ ձևով չի արձագանքում արցախցիների դեմ ատելության քարոզին, այն դեպքում, որ շատ ավելի մեղմ դեպքեր առերևույթ ատելության քարոզ պարունակող, եթե դրանք ուղղված են լինում իշխանության որևէ ներկայացուցչի, միանգամից արժանանում է կոպտագույն արձագանքի, այդ թվում անձանց ազատազրկման ապօրինի կերպով։ Իսկ արցախցիների պարագայում հստակ շատ ուղիղ բռնության քարոզով, ատելության քարոզով, թշնամանք տարածելով եւ այլն, բայց իրենց քարոզչամեքենայի խոսափողների կողմից կատարված, այդ դեպքերը մենք ներկայացնում ենք դատախազություն կամ քրեական վարույթ չեն սկսում կամ վարույթ սկսում են եւ քնեցնում են վարույթը եւ որևէ մեկը որպես մեղադրյալ չի ներգրավում, պատասխանատվության չի ենթարկվում եւ այլն։ Ինչպես են քնեցնում, գործերը դատարան չեն հասնում, թե դատարանում արդյունավետ չեն հասնում, որևէ գործ մինչեւ հիմա չկա դատարանում։ Անցած տարի հերթական ալիքի ժամանակ տարբեր հաղորդումներ ներկայացրել էինք, մինչև հիմա այդ վարույթների մասով արդյունավետ գործողություններ չեն կատարվել, վերջին թարմացումները չունեմ, առաջիկայում հարցումներ ենք անելու, հասկանանք ինչ փուլում են այդ վարույթները, բայց 1 տարի է արդեն մենք, այսինքն մեր հասարակական կազմակերպությունները, այդ թվում իմ գլխավորած կազմակերպությունը Արցախ միությունը, որևէ թարմացում չենք ստացել այն դեպքում, որ մենք ենք հաղորդումը ներկայացրել։ Սա էլ հստակ ցուցիչ է, որ պատշաճ գործողություններ չեն կատարել։ Արցախի ներկայացուցչության դերը ինչ կարող է անել եւ ինչ հնարավորություններից է զրկված։ Ներկայացուցչություն եկեք չասենք, եկեք ասենք Արցախի պետական ինստիտուտներ, որոնք լավ-վատ, քիչ թե շատ ներկայացուցչության շենքում են ապաստանած,
եւ այնտեղ են որոշակի գործունեություն ծավալում։ Իհարկե լավագույն տարբերակը կլիներ, որ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության, շահերի ներկայացման տեսանկյունից Արցախի պետական ինստիտուտները լինեին շատ ակտիվ, առաջամարտիկ եւ այլն, բայց փաստն այն է, որ այդպես չէ, հաշվի առնելով եւ քաղաքական ճնշումները եւ ռեսուրսների բացակայությունը եւ կարողությունների խնդիրներ, վստահության խնդիրներ եւ այլն, բայց որոշակի աշխատանք ամեն դեպքում ազգային ժողովը, մարդու իրավունքների պաշտպանը, պետնախարարը կամ որոշ առնչվող ինստիտուտներ լավ վատ անում են, ինչ որ հանդիպումներ լինում են, հայտարարություններ լինում են, քննարկումներ, փաստաթղթերի մշակում եւ այլն։ Լավագույն տարբերակը կրկին ասեմ, որ կլիներ, որ իրենք շատ ակտիվ լինեին եւ բավարար ռեսուրս ունենային։ Մշակութային ժառանգությունը պահպանելու համար Արցախում, որը գրեթե ամենօրյա ռեժիմով վանդալիզմի է ենթարկվում, ինչ է անում Արցախի պետական ինստիտուտը ցանկացած։ Փաստացի գրեթե ոչինչ, եթե արդյունավետ գործողությունների մասին ենք խոսում, որոշ չափով ինչ կարողանում ենք անել, այդ թվում մենք Արցախ միությամբ փաստագրում ենք եղելությունը, երբեմն ինչ որ զեկույցներ ենք պատրաստում, ուղարկում տարբեր միջազգային կառույցների կամ հայտարարություն ենք տարածում, բայց սրանք բոլորն էլ անարդյունավետ միջոցներ են եւ չեն կանխում մշակութային ժառանգության ոչնչացումը եւ յուրացումը։ Լավագույն այս իրավիճակում լավագույն արդյունավետ միջոցը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության պետական մեխանիզմների կիրառումը, այդ թվում միջազգային մեխանիզմների։ Բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մի քանի կառույցներ, այսինքն Արցախում բազմաթիվ են, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս են կազմում եւ վնասվում են։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմի, դուք եւս կարող եք դիմել։ Նայեք, առաջնահերթորեն պետությունները պետք է դիմեն, կարող է Հայաստանի Հանրապետությունը չլինի, այլ պետություն լինի, բայց այլ պետությունները ինչու պետք է դիմեն, եթե Հայաստանի Հանրապետությունը չի դիմում։ Հասարակական կազմակերպությունները շատ սահմանափակ մեխանիզմներ ունեն կամ ֆիզիկական անձինք, բայց որոշակի միջազգային մեխանիզմներ կան, օրինակ զեկույցներ ներկայացնելու, որոնք քիչ թե շատ օգտագործում են, բայց չի ասի, որ նույնիսկ այդ մեխանիզմները կարողանում ենք բավարար օգտագործել, որովհետև ոչ մարդկային ռեսուրս ունենք, ոչ նյութական ռեսուրս ունենք։ Այսինքն ինչ կարողանում ենք անել, սովորաբար անում ենք կամավոր ուժերով, հասարակական հիմունքներով, տարբեր գործընկերների ներգրավելով, խնդրելով եւ այլն։ Իսկ այսպես այս ծավալի պայքար հնարավոր չի արդյունավետ պայքար իրականացնել։ Դրա համար եմ ասում, որ միևնույն է ինչ անում ենք, գալիս ենք բախվում ենք պետության անգործությանը եւ այս քաղաքականությանը, այսինքն ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությանը աջակցելը։ Նայեք վերջին օրերին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին ոչնչացրեցին։ Հայաստանի պետական որևէ պաշտոնյայի կողմից արձագանք եղավ կամ մարմնի կողմից։ Ոչ։ Այն դեպքում, որ դա նաև միջազգային արդարադատության միջազգային դատարանի որոշումների խախտում էր, իսկ այդ որոշումները ընդունվել են Հայաստանի Հանրապետության դիմումների հիման վրա։ Այն դեպքում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ էր Պաղեստինի մշակութային ժառանգությունը պաշտպանել, բայց հայկական մշակութային ժառանգության համար պատասխանատվություն չի ստանձնում։ Միջազգային դատարանները, հատկապես մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի քանի նախադեպային որոշումներում հստակ ձևակերպում կա մշակութային ցեղասպանություն։ Սա ինչ է ենթադրում եւ որքանով է վերաբերելի Արցախի մշակութային ժառանգությանը։ Ամբողջապես վերաբերելի է, մշակութային ժառանգությունը ենթադրում է, որ նյութական եւ կամ ոչ նյութական ժառանգության դիտավորյալ ոչնչացում, որի միջոցով ոչնչացվում է տվյալ հանրույթի ստեղծած ժառանգությունը, այս պարագայում օկուպացված տարածքներում, եւ մենք առերեսվում ենք մշակութային ժառանգությանը։ Եթե ֆիզիկապես մենք
արմատախիլ ենք արվել ու բռնի տեղահանվել ենք մեր հայրենիքից, ապա դրանից հետո արդեն Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը ուղղված է մեր հետքերի, մեր պատմության, մեր ինքնության ոչնչացմանը ու փոփոխությանը։ Հայաստանի Հանրապետությունը ինչ իրավական քայլեր կարող է անել եւ դրանք ինչ արդյունավետություն կարող են ունենալ։ Խնդրում նաեւ պատասխանում հաշվի առնել այն հստակ խոսույթը, որը վերջերս տարածվում էր, որ եթե դուք խոսեք ձեր վերադարձի իրավունքի մասին, դա նոր պատերազմի եւ գուցե Հայաստանի Հանրապետության չգոյության մասին լինի։ Ոչ մի իրավական մեխանիզմի կիրառում որևէ անվտանգային ռիսկ չի առաջացնում Հայաստանի Հանրապետության համար, այլ հակառակը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության դիմակայունությունն ու պաշտպանունակությունը։ Միջազգային իրավական մեխանիզմները ստեղծվել են հենց քաղաքակիրթ միջոցով վեճերը լուծելու համար եւ կանխելու հետագա միջազգային հանցագործությունները։ Հայաստանի Հանրապետությունը 20 թվականից հետո մի քանի արդյունավետ միջոցներ ձեռք է առել, իրավական միջոցներ, բայց դրանք բավարար չեն եղել, պլյուս 23 թվականից հետո հետևողականության խնդիր կա, մինչև հիմա հայտարարում են, որ հրաժարվելու են այդ գանգատներից։ Մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի հայցը Ադրբեջանի դեմ եւ Եվրոպական դատարանում 4 միջպետական հայցեր կան տարբեր դրվագների մասով, եւ այս բոլոր հայցերի մասով էլ Հայաստանի Հանրապետությունը այլևս հետամուտ չի լինում, հետևողականություն չի ցուցաբերում, թարմացումներ ուղարկի դատարաններին, նոր միջանկյալ միջոցներ պահանջի եւ այլն, որովհետեւ հստակ քաղաքական որոշում կա հայցերից հրաժարվելու։ Էլ ինչ կարող են անել, Հռոմի ստատուտի հիման վրա միջազգային քրեական դատարան պետք է դիմեին, եթե հիշում եք, մեր բռնի տեղահանումից անմիջապես հետո Հռոմի ստատուտը վավերացրեցին եւ այդ արդարացմամբ կամ հիմնավորմամբ, որ կիրառելու է եւ այլն, նույնիսկ հետադարձ ուժ տվեցին 21 թվականի մայիսից ժամկետային առումով տեղի ունեցած բոլոր հանցագործությունների վրա տարածվում է։ Հիմա ամբողջապես իրավական առումով բոլոր հիմքերը առկա են, որ Հայաստանի Հանրապետությունը դիմի միջազգային քրեական դատարան մեր բռնի տեղահանման պատասխանատուներին հետապնդելու եւ պատասխանատվության ենթարկելու համար չեն անում։ Հաջորդը օրինակ կարող են դիմել Ցեղասպանության կոնվենցիայի հիմքով Արդարադատության միջազգային դատարան, որի վերաբերյալ դեռ պետք է իրենք հայցը ներկայացնեին բլոկադայի ժամանակ, ամբողջապես բավարար հիմքեր կային եւ դա նաեւ կանխարգելիչ միջոց կլիներ, այնինչ դա էլ չարեցին։ Մի շարք այլ հնարավորություններ էլ կան, որոնք ավելի թույլ են իրենց ազդեցության տեսանկյունից, բայց բոլոր հնարավորությունները պետք է կիրառել։ Խնդիրն այն է, որ քաղաքական կամք չկա, հակառակը քաղաքական կամք կա խոսույթի մակարդակում եւ բազմաթիվ գործողությունների մակարդակում արդարացնելու մեր բռնի տեղահանումը եւ աջակցելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությանը։ Կարող չխոսել նաև Արցախում այս պահին գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, նրանք արդեն երկար ժամանակ պահվում են Բաքվում։ Նրանց իրավունքների պաշտպանության համար կիրառվող մեխանիզմները բավարար են։ Ոչ։ Իրականում գլխավոր մեխանիզմը քաղաքական է, այսինքն եթե ձեր հարցը վերաբերում է միջազգային իրավական մեխանիզմներին, այդ մեխանիզմները արդյունավետ են ամբողջ փաթեթի մեջ, եթե քաղաքական մեխանիզմներին զուգահեռ են կիրառվում, բայց դրանք լրացուցիչ են, որպես անմիջական գործիքներ չեն, նրանց հատկապես ազատ արձակման հարցում։ Իսկ ազատ արձակումը հստակորեն պետք է լինի քաղաքական գործիքակազմի կիրառմամբ Հայաստանի, Ադրբեջանի բանակցությունների արդյունքում եւ միջնորդների ճնշման արդյունքում։ Իսկ միջազգային իրավական մեխանիզմները հնարավորություն են տալիս կանխելու ավելի վատ իրավունքների խախտումները, այդ թվում սպանությունները կամ հնարավորինս կանխելու
խոշտանգումների առումով կամ վատ վերաբերմունքի առումով հնարավորինս կանխարգելիչ աշխատանք կատարելու եւ արձանագրելու նաեւ եղած խախտումները եւ ընդհանցակարգային խախտումները եւ արդար դատաքննության եւ մնացած այլ խախտումները։ Այլ կերպ ասած, միջազգային իրավական մեխանիզմները Կարծես թե դատաքննություններում չկիրառվեցին, ինչա արդար դատաքննության մասը։ Չէ, իրականում միջազգային իրավական մեխանիզմները նաև երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունեն։ Միանգամից հնարավոր չի, օրինակ եվրոպական դատարանով կամ ՄԱԿ-ի կառույցներով արագ արձանագրել խախտումները, բայց այդ ուղղությամբ բավականին գործընթացներ կան, աշխատում ենք, մենք էլ տարբեր գործընկերներ էլ, կարծում եմ ժամանակի ընթացքում դրական զարգացումներ կլինեն, բայց դրանք բոլորը միտված են Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի հանդեպ ճնշումը մեծացնելուն։ Սակայն նորից ասեմ, որ դրանք արդյունավետ չեն լինի, քանի դեռ Հայաստանի Հանրապետության իշխանությունների համար դիվանագիտական օրակարգում առաջնահերթություն չէ բոլոր պատանիների վերադարձը եւ ռազմաքաղաքական ղեկավարության եւ մնացած հայ պատանիների վերադարձը։ Բարի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Արտակ Բեգլարյանը, մենք զրուցում էինք արցախցիների իրավունքների մասին, այն խնդիրների, որոնց ամենօրյա ռեժիմով բախվում են արցախցիները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Բաքվում պահվող մեր հայրենակիցների մասին։ Մնացեք Երկիր մեդիայի հետ։